Ասեմ ինչի չեք լուծել հակամարտությունը, պարոն Փաշինյան, դուք վախեցել եք։ Դուք 18 թվականին բարձր լեգիտիմություն եք ունեցել, ժողովրդական մեծ սեր եք վայելել, եւ դուք վախեցել եք, որ ձեզ կասեն դավաճան, ու դրա մասին դուք անգամ նոյեմբերի 9-ից հետո, նոյեմբերի 29-ին, ավարտում եմ, նոյեմբերի 29-ի ձեր գրառման մեջ խոսել եք դրա մասին, դուք պատերազմել եք վախեցնել կանգնեցել, որովհետև էլի կարծել եք, որ ձեզ դավաճան կասեն, ես մի նախադասություն եթե կարելի է։ Չի կարելի, անջատեք խոսափողը, խնդրեմ պարոն վարչապետ։ Տիկին Խամոյան, դուք հրապարակեք Քիվեստի թուղթը, հրապարակեք, եթե գաղտնիության խնդիր կա, ես պաշտոնապես ասում եմ, եթե կա տենց խնդիր, մենք չունենք, ես խոստանում եմ կառավարությունը որոշում կկայացնի ապա գաղտնիացնելու։ Տվեք այդ թուղթը, 10 օր ժամանակ տվեք, եթե գաղտնիության կստուգենք, կապա գաղտնիացեք, հրապարակեք։ Բայց ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող բանը, լրատվամիջոցը, ոչ միայն փաստաթուղթն հրապարակե, այլև փաստաթղթի մատը ում կպելա, փաստաթղթի հետ ցանկացած գործողություն հրապարակելա։ Երկրորդ ասում եմ, դուք եք հրաժարվել Քիվեստի փաստաթղթից։ Ես վախեցել եմ, ժողովրդական սիրո առաջ վախեցել եմ, այո, վախեցել եմ, իսկ ինչի պետք է չվախենայի։ Իսկ ինչի երկրի ճակատագիրը տենց վիճակում ստանձնելով եւ պատասխանատվությունը ստանձնելով պետք է չվախենայի։ Իսկ ինչն է այդտեղ բան տարօրինակ, որ վախեցել եմ։ Ինչն է տարօրինակ այդտեղ, որ վախեցել եմ։ Այդտենց վախենայի նոյեմբերի 9-ի թուղթը չէ ստորագրի։ Վախենայի չէի ասի այն, ինչ որ ասում եմ։ Ես այսօր հրապարակային ասում եմ բաներ, որ 1000 տարի հայ ժողովրդի մեջ վախեցել են, բազմաթիվները իմացել են եւ վախեցել են ասել։ Բաներ, որ հազարամյա տաբու է եղել մեր իրականության մեջ։ Բայց ինչի՞ չեմ վախենում։ Որտեւ ես միշտ էլ ասում եմ, միշտ էլ վախեցել եմ սխալվելուց, այսօր էլ եմ վախենում սխալվելուց։ Ով չի վախենում, ասենք մենակ խելագարը կարա չվախենա այդ պատասխանատվության իրականացնելի սխալվելուց։